Հայհոյում, խոշտանգում, նվաստացնում են ենթադրյալ հանցագործի հորը ցուցմունք կորզելու համար։ Ոստիկանության Երևանի վարչությունում է պայթել սկանդալը։ Հանցագործության մասին հաղորդում է տրվել, տեսանյութում երևացող ոստիկանի լիազորությունները կասեցվել են, նշանակվել է ծառայողական քննություն։ Այսքանն է հայտնում ներքին գործերի նախարարությունը 4 ամիս առաջ տեղի ունեցած եւ միայն այս շաբաթ հայտնի դարձած միջադեպի մասին։ Ոստիկանական բռնությունները, ոստիկանության բաժիններում քաղաքացիների խոշտանգումները չեն կրում հատվածական բնույթ։ Դրանք լոկալ երևույթներ չեն, դա համակարգային համատարած երևույթ է դարձել։ Իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանի խոսքով առանց երկար մտածելու էլ կարելի է թվարկել ոստիկանական խոշտանգումների բազմաթիվ դեպքեր, որոնք հիմնականում կոծկվում են։ Որևէ մեղադրյալ չկա, ավելին ուղեկցող ոստիկանները պաշտոնական առաջխաղացում են ստացել։ Հակահայ Փաստաբանը հիշում է ընդդիմադիր հայացքներ ունեցող Սամվել Վարդանյանի հետ պատահածը։ Երիտասարդը համարձակվել էր ավտոբուսում իր քաղաքացիական կարծիքը հայտնել այն ժամանակ ԿՊԱ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին։ Ծեծել էին, նվաստացրել էին եւ այդպես ծեծված տարել էին ձերբակալվածների պահման վայր։ Գլխի ճակատի սալջարդով եւ կապտուկներով մտնում են ձերբակալվածների պահման վայր։ Իսկ իրենց ուղեկցել են ոստիկանները։ 2024-ին արտգործնախարարության դիմաց ոստիկանները բռնի ուժ էին գործադրել սրբազան պայքարի աջակիցների նկատմամբ։ Հարությունյանն ասում է, դաժան ծեծից հետո քաղաքացիները հոսպիտալացվել էին։ Մարդիկ բան էին, ստացիոնար բուժում էին ստանում։ Ոստիկանական խոշտանգման զոհ է նաև ընդդիմադիր պատգամավոր Աշոտ Սիմոնյանը, համոզված է իրավապաշտպանը։ Հոհիդա գրասենյակի մոտ կարմիր բերետավորները ծեծել, հետո ոստիկանություն էին տարել ընդդիմադիր պատգամավորին։ Ակնկալվում է եւ ՄԻՊ-ից, եւ մնացած պաշտոնատար անձանցից, եւ քաղաքացիական ներկայացուցիչներից, եւ քաղաքական ընդդիմությունից, որպեսզի համակարգային խնդրի լուսման հրամայականը բարձրաձայնեն։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը ցավում է, որ մի ոստիկան ջուրն է գցում բազմաչարչար համակարգի փոփոխությունները։ Ցավում եմ, որ այսքան փոփոխություններից հետո դեռ կան այնպիսի անձինք, որոնք թույլատրելի են համարում նման անթույլատրելի վարքագիծը, որը ստվերում է մի ամբողջ համակարգի գործառույթի պատշաճ իրականացում։ Այսքան փոփոխություններ, որ նշում է տիկին նախարարը, այսքան փոփոխությունները ինչ նկատի ունի։ Եթե այսքան փոփոխություններ ասելով նկատի ունեն այսպես դաշնային ծառայություն իրականացնող բարեկային ծառայությունը, որը գեղեցիկ համազգեստով է, հիմնականում երիտասարդ տղաներ են ու աղջիկներ, բաժիններում ինչա կատարվում։ Այսինքն բաժիններում ինչ փոփոխություններ են արել։ Վարազդատ Հարությունյանը բարեփոխված համակարգին հորդորում է ամեն տարի հրապարակել, թե ծեծի, բռնության, խոշտանգման վերաբերյալ քանի բողոք է ստանում ներքին գործերի նախարարության, ներքին անվտանգության վարչությունը եւ քանի ոստիկանի լիազորություն է կասեցվում։ Լիլիթ Խալաթյան, Աշոտ Մնոյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։